Օրվա կարևոր իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Առաջին քահանայապետը, որ թաղվեց Վատիկանի սահմաններից դուրս ավելի քան 120 տարվա ընթացքում, վերջին հրաժեշտը Ֆրանցիսկոս Պապի։ Ինչ է լինելու, եթե 600,000 մարդ այո չասի սահմանադրության փոփոխությանը, անորոշություն, նոր տեքստի բովանդակության եւ նպատակի շուրջ։ Իրենք փորձում են այս նոր սահմանադրության գաղափարը մարդկանց կրկին շանտաժային տարերով ներկայացնել, որ կամ նոր սահմանադրություն, կամ պատերազմ։ Փոքր եւ միջին բիզնեսը սնանկության եզրին։ Մասնագետները նոր առաջարկներ կներկայացնեն կառավարությանը։ 30,000 տնտեսվարող 5-օրյա գործադուլ է հայտարարում, 30,000 տնտեսվարող իր աշխատակազմում դուրս է գալիս եւ իր բողոքի ձայնն է արտահայտում, սա արդեն պարտադրանքի գործիքներից են։ Ավելի քան 30 մեդալ 2 շաբաթում։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հաղթանակած մարզիկներին ու մարզիչներին։ Այսօր մեր երկիրը այն վիճակում է, որ ցանկացած հաղթանակ մարդկանց ոգևորում է, հնարավորություն է տալի ուրախանալու, հույս կապելու, որ ամեն ինչ լավ է, որ հայազգը շատ ուժեղ է։ Եվ ապրիլի 26-ը իրական Հայաստանում սահմանապահի եւ քաղաքացու օրերը համընկել են։ Գնալով բարդացրել է քաղաքացու կյանքը, էլի քաղաքացու, ոչ մեկի դեմքին ոչ ժպիտ կա, ոչ ման կա։ Ցավոտանք չեմ ապահովում։ Ոչ թե մենակ ինձ, այլ պետությանը։ Դե ինչ աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած էր Սուրբ Աթոռի վրա։ Վատիկանում վերջին հրաժեշտը տվեցին Հռոմի Սրբազան քահանայապետին։ Արարողությունը հիրավի տպավորիչ էր, հզոր, ազդեցիկ կաթոլիկ եկեղեցու հազարամյա ավանդույթներին համապատասխան։ Ֆրանցիսկոսի մարմինը նրա կամքով վերջին հանգրվանը գտավ ոչ թե Սուրբ Աթոռում, այլ Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում։ Սա առաջին դեպքն է վերջին ավելի քան 120 տարում, որ Հռոմի Պապը թաղվում է Վատիկանի սահմաններից դուրս։ Ուղարկավորության արարողությանը մասնակցում էին 100,000-ավոր մարդիկ, այդ թվում համաշխարհային առաջնորդներ։ Վերջին հրաժեշտը Սրբազան քահանայապետին Վատիկանի ծիսակարգերով անցկացվող հատուկ արարողությանը մասնակցելու են եկել պետական եւ կրոնական առաջնորդներ, հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից։ Սուրբ Պետրոսի հրապարակը լեփ-լեցուն է։ Նախօրեի երեկոյան Պապի դագաղը կնքվել է տաճարում պատարագի ընթացքում։ Արարողությունը ղեկավարել է կարդինալ Քևին Ֆարելը։ Անշուք հասարակ դագաղի կնքման արարողությանը մասնակցել են մի քանի կարդինալ եւ Սուրբ Աթոռի պաշտոնյաներ։ Պապ դառնալուց հետո նրա առաջին խոսքերը Սուրբ Պետրոսի հրապարակում էին. «Եղբայրներ ու քույրեր, բարև ձեզ»։ Հետո կատակով շարունակել էր. «Քանի որ կոնկլավն ընտրեց ինձ պապ, թվում է իմ ընկերները չէին ուզում, որ հանգիստ ապրեմ»։ Ֆրանցիսկոս Պապի ցանկությամբ ուղարկավորությունը համեստ է, առանց ավելորդ շքեղության։ Նա հրաժարվել է ավանդական 3 շերտանի դագաղից, փոխարենը ընտրելով փայտե դագաղ։ Ֆրանցիսկոսը վաղուց էր նահանջել շքեղությունից։ Ապրում էր Վատիկանի հյուրատանը, ոչ մի շքեղ սանդալ, թանկարժեք թիկնոց կամ ոսկե խաչ, միայն հասարակ սև խաչ եւ սպիտակ հանդերձ։ Երթևեկում էր հասարակ մեքենաներով, երբեմն ավտոբուս էր նստում։ Պոնտիֆիկոսի ցանկությամբ ուղարկավորությանը ներկա են ոչ միայն համաշխարհային առաջնորդներ, այլև փախստականներ ու անտուններ։ Ֆրանցիսկոսն առաջին լատինաամերիկացի եւ ոչ եվրոպացի պապն էր 1200 տարվա ընթացքում եւ առաջին պապն է 120 տարվա ընթացքում, որ հուղարկավորվում է Վատիկանի տարածքից դուրս։ Նրանից առաջ Սուրբ Աթոռից դուրս թաղվել էր Լեո 8-րդ պապը։ Աղքատների խաղաղության, բնապահպանության եւ մարդկային եղբայրության քարոզիչ քահանայապետի հուղարկավորության արարողությունը ղեկավարում է կարդինալական դասի ավագ կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն։ 980 համապատարակիչների մասնակցությամբ, նրանց թվում կարդինալներ են, պատրիարքներ, եպիսկոպոսներ եւ քահանաներ։ Presta ut famulus tuus, Papa Franciscus,
que a Igreja tua in caritate prefuit, Հրապարակի խորանի մոտ տեղադրվել է Salus Populi Romani տիրամոր սրբապատկերը, որին նա իր քահանայապետության ընթացքում այցելել է 1226 անգամ եւ որի մոտ հուղարկավորության ավարտին կհանգչի նրա աճյունը։ Dominus pascit me, et nihil mihi derit. Աչից ձախ առաջին շարքի առաջին աթոռին Արգենտինայի նախագահն է, քանի որ կաթոլիկ աշխարհի առաջնորդն արգենտինացի էր։ Երկրորդ տեղը տրվել է Իտալիային, երրորդից սկսած տեղ են զբաղեցրել աշխարհի տարբեր երկրներից ժամանած միապետները։ Հետո նոր երկրների նախագահներն են ըստ ֆրանսիական այբուբենի։ Օրինակ, մեկ շարքում տեսնում ենք Վահագն Խաչատուրյանին, մի քանի քայլ այն կողմ Թրամփն է, հետո Մակրոնը կնոջ հետ, իսկ Զելենսկին տեղ է զբաղեցրել շարքի վերջերում։ Հոգևոր դասի համար այլ տեղ է հատկացված։ Ներկա էին նաև ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը։ Սուրբ պատարագի ընթացքում ընթերցվում են աղոթքներ 6 լեզվով՝ ֆրանսերեն, արաբերեն, պորտուգալերեն, լեհերեն, գերմաներեն եւ չինարեն։ Für alle verstorbenen Gläubigen, dass sie in das Himmelreich eintreten dürfen.愿在庆祝神圣奥迹后，我们有朝一日能蒙基督召叫。Dominum de precemur. Հռոմի պապի հուղարկավորության ավանդական ծեսերն ու դրանց հետևող 100 հազարավոր մարդիկ ապահոված են անվտանգության ժամանակակից վահանով։ Տիբեր գետի պարեկային ծառայությունից մինչև Սուրբ Պետրոսի հրապարակի շուրջ տեղակայված անօդաչու թռչող սարքեր եւ դիպուկահարներ, մոտ 2000 տեղական ոստիկաններ են հերթապահության մեջ։ Նրանց են միացել Իտալիայի ազգային անվտանգության ուժերի հազարավոր այլ սպաներ։ Արարողության ավարտին կարդինալ Ռեն օրհնյալ ջրով եւ խոնկով օրհնում է դագաղը, հետո այն տեղափոխվում է նախ Սուրբ Պետրոսի տաճար, ապա Սանտա Մարիա Մաջորե տաճար։ Ինքն էր կտակում գրել, որ ուզում է հուղարկավորվել այնտեղ պարզ տապանակարով, որի վրա միայն մեկ բառ կլինի գրված՝ Ֆրանցիսկոս։ Հազարավորները, որ հնարավորություն չունեին պապին հրաժեշտ տալ Սուրբ Պետրոսի հրապարակում, դա անում են Սանտա Մարիա Մաջորե տանող ճանապարհին։ Հուղարկավորության բուն կարգը փակ է հանրության համար։ Այս պահից սկսած մեկնարկում է 9-օրյա սուգը, որից հետո կարդինալները կոնկլավ կգումարեն ընտրելու աշխարհի 1.5 միլիարդ կաթոլիկների նոր պապին։ Խորխե Մարիո Բերգոլիոն մահացավ տիրոջ հարության զատիկի հաջորդ օրը 88 տարեկան հասակում։ Իզաբելլա Հովանիսյան, Էպիկենտրոն։ Վատիկանում Միացյալ Նահանգների նախագահը զբաղված էր ոչ միայն պապին հրաժեշտ տալով, այլև Ուկրաինայի հակամարտության լուծման փորձերով։ Թրամփն ու Զելենսկին 15 րոպե ժամանակ են գտել ու հենց Սուրբ Պետրոսի տաճարում բանակցություններ վարել։ Սկզբում նրանց են մոտեցել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը։ Զելենսկին սոցցանցում գրել է, որ շատ խորհրդանշական հանդիպում ունի պատմական դառնալու ներուժ, եթե հասնեն համատեղ արդյունքների։ Ըստ Զելենսկու քննարկվել են ուկրաինացի ժողովրդի կյանքի պաշտպանության, լիակատար եւ անվերապահ հրադադարի, հուսալի եւ երկարատև խաղաղության հարցերը։ Սա Թրամփի եւ Զելենսկու առաջին տետատետ շփումն էր փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած սկանդալային հանդիպումից ի վեր, երբ Ուկրաինայի նախագահին վռնդել էին Սպիտակ տնից անհարգալից պահվածքի համար։ Ու երբ Ուկրաինայի նախագահը փորձում էր Թրամփի հետ լուծել իր հարցերը, հայտնի դարձավ կարևոր շրջադարձի մասին, որը կարող է փոխել ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը։ Մոսկվան պաշտոնապես հայտարարեց, որ Կուրսկի շրջանը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողությունը ավարտվել է։ Նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան զեկույց ստացել է գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովից։ Սահմանային տարածքները Ռուսաստանը կարողացավ վերադարձնել Ուկրաինայի հարձակումից գրեթե 9 ամիս անց։ Պուտինը հայտարարել է, որ Կուրսկի շրջանում ռուս զինվորականների հետ ուսուսի տված կռվող հյուսիսկորեացի զինվորականները ցուցաբերել են տոկունություն եւ հերոսություն։ Ավանտյուра киевского режима полностью провалилась.
Կուրսկի մարզի ազատագրումը մոտեցնում է նեոնացիստական ռեժիմի պարտությունը։ Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է։ Կուրսկի սահմանային շրջանում հակառակորդի լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում մեր զորքերի հետագա հաջորդ գործողությունների համար։ Հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավային Բանդար Աբասի մոտ գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում, կա առնվազն 4 զոհ, վիրավորվել է ավելի քան 550 մարդ։ Կան խոշոր ավերածություններ։ Շրջանառվում է մի քանի նախնական վարկած, պայթել է կամ գազատար կամ կոնտեյներ։ Իրանի առաջին փոխնախագահը հրամայել է անհապաղ հետաքննել Բանդար Աբասի պայթյունի պատճառները։ Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռներ ու շտապօգնության մեքենաներ փրկարարական աշխատանքներին աջակցելու համար։ Ըստ իրանական լրատվամիջոցների պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է նահանգստից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քեշմ կղզում։ Մի քանի կիլոմետր շառավղով տեղակայված բոլոր շենք-շինությունների ապակիները կոտրվել են։ Այժմ մեր խնդիրներին անդրադառնանք։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Այսօր առավոտյան Բաքուն հայտարարել էր, որ Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ կապված Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում դատվող մյուս 15 հայերի կալանքի պայմանների եւ վերաբերմունքի հետ։ Հայկական կողմն ընդգծում է, որ միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է հայ ռազմագերիների եւ պահվող անձանց իրավունքների խախտում, այդ թվում դատավարական խախտումների վերաբերյալ։ Վերջին նման տեղեկությունը Հաագա է փոխանցվել ապրիլի 18-ին։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչն Ադրբեջանը կատարել է։ Արդյունքում ըստ միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակի, դատարանն արձանագրել է, որ գործի քննության այս փուլում բացակայում է լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։ Չնայած բուռն քննարկումներին, այդպես էլ առ այս պահը հայտնի չի դարձել, թե ինչ հիմնական փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի նոր սահմանադրության մեջ։ Հստակ է թերևս միայն այն, որ նոր տեքստում անկախության հռչակագրին հղում չի լինի, սա թեպետ վարչապետի կարծիքն է, սակայն ինչպես ինքն է ասել, վերջին խոսքը ժողովրդինն է։ Ըստ մասնագետների, իշխանության համար լուրջ մարտահրավեր է լինելու քաղաքացիներին ներկայացնելը, որ փոփոխությունները Ադրբեջանի պահանջով չեն։ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր սահմանադրություն։ Սա ազդարարվեց նախորդ տարեսկզբին, երբ Բաքվից արդեն հնչել էր հերթական պահանջը Հայաստանի մայրօրենքից հանել հղումը անկախության հռչակագրին, որում իրենք տարածքային պահանջներ են տեսնում Ադրբեջանի նկատմամբ։ Հետո Փաշինյանը զարգացրեց միտքը, թե մենք ագրեսիվ միջավայրում ենք կարմիր շորով ցլերին դեմ հանդիման։ Այս կարմիր զգեստով տարբերակում ես 100%-ով կարող եմ երաշխավորել, որ մենք չենք անցնի այդ ճանապարհը։ Զգեստափոխվելու տարբերակով ես չեմ կարող 100%-ով երաշխավորել։ Բայց շանս կա, որ կարող ենք։ Չեմ կարող երաշխավորել, որ մենք կանցնենք այդ ճանապարհը, բայց եթե կա անցնելու տարբերակ, դա է երկրորդ տարբերակով։ Բաքվի համառ պնդումների ֆոնին Երևանը մի կողմից հայտարարում է, թե սահմանադրության փոփոխությունը զուտ ներքին օրակարգ է, մյուս կողմից արդեն ուղիղ են ասում, մայր օրենքի նոր տարբերակում անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Համենայն դեպս վարչապետն այսպես է կարծում։ Որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որ հանրաքվեով պետք է որոշվի այս հարցը, հստակ է ասում է սահմանադրագետը։ Հարցի մյուս կողմն է ըստ Մելոյանի, թե իշխանությունն ինչ մանիպուլյացիաներով, ինչ մեթոդներով առաջարկը կհրամցնի հանրությանը ու կձգտի հասնել նպատակին։ Ավելի քան 600,000 այո է պետք նոր սահմանադրությունը կյանքի կոչելու համար։ Եթե իրենք վստահ լինեին, որ այդ ժողովրդի կամքը միանշանակ է, ես համոզմունք ունեմ, որ վաղուց արդեն այս հանրաքվեն կայացված կլիներ ու կանցկացվեր։ Ես համոզմունք ունեմ նաև, որ ակնհայտ է, որ միանշանակ չեն մարդկանց տրամադրությունները այս սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, ինչքան էլ որ իրենք փորձում են այս նոր սահմանադրության գաղափարը մարդկանց կրկին շանտաժային տարերով ներկայացնել, որ կամ նոր սահմանադրություն կամ պատերազմ։
Արդարադատության նախարարը խոսել է առանց հայեցակարգի միանգամից նոր սահմանադրություն գրելու անհրաժեշտության մասին։ Ով է գրում այդ սահմանադրությունը, ինչ կազմ է աշխատում նոր տեքստի վրա, պարզ չէ։ Հայտնի է միայն, որ գործում է սահմանադրական փոփոխությունների խորհուրդ, որի հետ նոր տեքստը պարբերաբար համաձայնեցվելու է։ Հայեցակարգի անհրաժեշտության մասին հենց իրենք են խոսել տարիներ շարունակ, ասում է Մելոյանը։ Իրենք խախտում են իրենց իսկ ընդունած իրավական ակտը։ Այսպիսի մեկուսացված աշխատանք մեր պատմության մեջ որևէ հանձնաժողով երբևիցե չի ունեցել։ Անգամ նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երբ գործում էր, այն պարագայում, երբ մարդիկ ամեն շաբաթ մամլո հաղորդագրության տեսքով հաշվետվություն էին ներկայացնում այդ շաբաթ իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ, հրապարակեցին հայեցակարգի հրապարակումից հետո մարզային այցեր էին իրականացնում ու մամուլի ասուլիսներ հրավիրում, նաև մարդկանց հետ հանդիպումներ կազմակերպում։ Բոլոր փաստաթղթային առաջարկներ ներկայացրած քաղաքացիներին մեկ առ մեկ հրավիրում են նիստերին, հետները քննարկում իրենց ներկայացած փաթեթը։ Այդ հանձնաժողովին, Վենետիկի հանձնաժողովը մի փոքր տարակուսած գնահատանք է տվել, որ ոչ այնքան թափանցիկ են աշխատել։ Սա էլ մի կողմ։ Մելոյանը պնդում է 2018-ից խոսվում է փոփոխությունների, 1.5 տարի արդեն ամբողջական փոփոխության մասին, բայց առ այս պահը որևէ կերպ չի հիմնավորվել, ինչի համար է դա արվում կամ ինչով է գործող սահմանադրությունը խանգարում քաղաքացուն։ Մնում է համադրել փաստերն ու հասկանալ, Երևանը սահմանադրություն է փոխում Ադրբեջանի ուղիղ սպառնալիքի տակ։ Օրինակ, ասում են իշխանությունների տարանջատման մեխանիզմն են պատրաստում որոշակիորեն փոփոխել զսպման ու հակակշռման մեխանիզմի դրսևորմամբ, այն պարագայում, երբ նույն վարչապետը անցյալ տարի նշեց, որ իրենք կառավարման ձևից խորհրդարանական կառավարման չեն հրաժարվելու, իրենց համար այն ընդունելի է, այսինքն էական փոփոխություն չի լինելու։ Իրենք ասում են, որ որոշակի սոցիալական իրավունքների շրջանակն են ընդլայնելու այն պարագայում, երբ մեր պետության մարդու իրավունքներին նվիրված սահմանադրության գլուխը Եվրոպայի կողմից ճանաչվել է լավագույն օրինակներից մեկ, ու կրկին որևէ նյութական նորմ, օրինակ, թե ասելով սոցիալական իրավունքների ընդլայնում, ինչ նկատի ունեն, չեն բերում։ Սահմանադրագետի խոսքով տարակուսելի է նաև այն, որ իշխանությունը նման լուրջ փոփոխության է գնում, բայց համագործակցության ձեռք չի մեկնում փորձառու մասնագետներին։ Եթե նպատակը բարի է, պետք է որ չխորշեին գործակցել որևէ մեկի հետ։ Ամբողջ պրոցեսն ըստ մասնագետի ողողված է հակաիրավական տարրերով, ոտնահարված են ժողովրդավարության սկզբունքները, չնայած իշխանությունն իր կառուցած դեմոկրատիայով ամենաշատն է հպարտանում։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի առաջնություններից մեդալների տպավորիչ ավարով վերադարձած մեր մարզիկներին։ Հայ ծանրորդներն ու ըմբիշները պատվով ներկայացրին մեր երկիրը Մոլդովայում և Սլովակիայում, նվաճելով 3 տասնյակից ավելի մեդալ։ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է հաղթողներին ու նշել, որ այսօր ցանկացած հաղթանակ ժողովրդին ոգևորում է, հույս ներշնչում ապագայի հանդեպ։ Օլիմպիական կոմիտեն չեմպիոններին կպարգևատրի, մինչև այդ նրանք հատուկ նվերների են արժանացել։ Ավելի քան 30 մեդալ 2 շաբաթվա ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրերը այն ըմբիշները, ծանրորդներն ու մարզիչներն են, որոնք Մոլդովայում ու Սլովակիայում ամենից վեր ծածանեցին հայոց եռագույնը։ Հենակետային մարզաձևերի ներկայացուցիչները դարձյալ ապացուցեցին, որ ըմբշամարտի ու ծանրամարտի հայկական դպրոցները աշխարհում լավագույններից են։ Սա տարիների գրագետ ու հետևողական աշխատանք է, որը տալիս է իր արդյունքները։ Շնորհավորելով մարզիկներին, հայրենական սպորտի ղեկավարն ընդգծում է, որ արժանապատիվ ու վաստակած հաղթանակների սպասում է ամբողջ հայազգը։ Առաջին հերթին ուզում եմ ի սրտե ձեր բոլորին ողջունել։ Ասեմ ապրեք, հալալա ձեզ, որ կարողանում եք ցանկացած մրցմանը գնաք աշխարհի Եվրոպայի առաջնության, մեդալով վերադառնաք, հայազգի պատիվը բարձր պահեք, դրոշը բարձրացնեք, հիմը հնչեցնեք։ Այսօր մեր երկիրը այն վիճակում է, որ ցանկացած հաղթանակ մարդկանց ոգևորում է, հնարավորություն է տալի ուրախանալու, հույս կապելու, որ ամեն ինչ լավ է, որ հայազգը շատ ուժեղ է։ Այսօր ամեն մեկը աշխարհի տարբեր ծայրերում ցանկացած հայ հպարտանում է, որ ինքը հայ է։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց ու կանանց մեր հավաքականները թիմային պայքարում առաջինն էին, իսկ համաշխարհային ծանրամարտի ամենահզոր մարզիկը Վարազ Դակլալայանն է։ Սա հպարտություն է մոլորակի բոլոր հայերի համար։ Բրավո։ Եվրոպայի չեմպիոն Վարազ Դակլալայանն է ձեր էկրաններին։
Եվ այդ սպասված պահը Լաշա Տալախաձեն անձամբ շնորհավորում է Վարազդատ Լալայանին կախում ոսկե մեդալը։ Այսօր դուք բոլորը տեսաք մեր հսկան Լալայանը, որը այսօր աշխարհի ամենաուժեղ մարդն է, որը ոսկե մեդալը բերեց եւ աշխարհից եւ Եվրոպայից, քեզ առողջություն, Աստված պահապան, որ միշտ մեր հայազգի պատիվը տենց բարձր պահես, բարձունքում լինի։ Գարիկ, ես քեզ միշտ հիշում եմ համալիրում, որ ռեկորդ սահմանեցիր, իրոք մալադեց, ապրես, որ դու լիարժեք զբաղվում ես, հետևում ես, տարբերություն էլ դու զգում ես, չէ՞, որ օր-օրիդ ավելի ուժեղ, ավելի հզոր։ Կանգնեց, ապրես, վերևում Գարիկ։ Ու հրել Գարիկ, Եվրոպայի չեմպիոն։ Ձեր էկրաններին։ 109 կիլոգրամ քաշային կարգում սպասված վերադարձ էր Սիմոն Մարտիրոսյանի մրցելույթը։ Նա արժանի պայքար մղեց ու դարձավ Եվրոպայի փոխ-չեմպիոն։ Ապրես, կեցես, ֆանտաստիկ է աշխատում։ Մալխաս Ամոյանի քառակի չեմպիոնությունը եւս հպարտության անսահման պահեր պարգևեց աշխարհասփյուր հայերին։ Ամոյանը նույնպես ցանկացած մրցման հնարինը աննարինը անում է, կարողանալով կազմակերպի հայազգի պատիվը բարձր պահել։ Հենց այնպես մեդալը չի լինում, մեդալը ընդ դրած չի, այլ պետք է չարչարվեն, պայքարեն, պարապեն, որ կարողանան լիարժեք հաջողության հասնել։ Իսկ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով այս անգամ չհաջողեց, բայց դրանով նրա համաշխարհային փառքը չի խամրում։ Ուզում եմ ասեմ, որ դու էլ մեծ գործ ես կատարել, եղբայր ջան, ամբողջ ուշադրությունը դնելով, որ մեր օլիմպիական չեմպիոնն է, 7 տակի Եվրոպայի չեմպիոն, քառակի աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, դու էլի արժանի ես պարգևատրման ախպեր, որտեղ օլիմպիական չեմպիոն ես, դու ոչ մեկ իրավունք չունի մոռանալու եւ ամբողջ աշխարհի հայությունը պետք է գնահատի, հարգի, ով հայազգի պատիվը կարող է աշխարհում մեկ բարձր պահել։ Արթուր ջան, դու նույնպես մեծ ներդրում ունես։ Օլիմպիական կոմիտեն չեմպիոններին կպարգևատրի, իսկ մինչև այդ հատուկ նվեր ունեն։ Քանի որ լինելու է հայնական մեծ պատերազմի 80-ամյակը, մեր ծնողների պապերի հաղթանակն է, որը միասնական կարողացել են մասնակցեն, հաղթանակ պարգևել եւ դրա համար կա բաստողած արտադրած կոնյակներ, որը 1945 թվականի բերքից խաղողիցը, որը դա վաճառքում չի լինելու, չի վաճառվելու միայն ճիշտ հասցեատերերին։ Եվ այդ հասցեատերերից այսօր նստած են այստեղ։ Ոչ մեկին ոչ մի բանով չես կարող զարմացնել։ Ուշադրություն, վերաբերմունք, հարգանք, որ մարդը ավելի լավ մասնակցի, ավելի դուխով, ավելի հավեսով, ու ամենակարևորը իմացեք, որ դուք ձեռագիր եք թողել։ Ձեռագիր եք թողում, դա միշտ դարեդար հիշելու են ձեզ։ Այսօր մեր ազգը կարիք ունի հաղթանակի։ Մեր ազգը իրավունք չունի կոտրվելու, հիասթափվելու։ Հիմնական խնդիրը պետք է միասնական լինեն, մի բռունց լինեն, իսկ այդ դեպքում միշտ էլ հաջողություն հաղթանակ լինելու է ցանկացած ոլորտում։ Արժևում արդեն աշխարհի առաջնություններն են, ու ինչպես ՀԱՕԿ նախագահն է նշում, մեր մարզիկների սպասելիքները ավելի մեծ են։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Շրջանառության հարկի փոփոխությունների հետ չհամակերպվող տնտեսվարողները կտրուկ գործողություններ են ծրագրում։ Բողոքի ձայնն առավել բարձր հնչեցնելու համար չեն բացառում նաև զանգվածային գործադուլի հնարավորությունը։ Ապրանքի ձեռքբերման փաստաթուղթ ներկայացնելու եւ ցածր հարկ վճարելու կամ էլ 5%-ի փոխարեն 10% վճարելու պարտադրանքի հետևանքով արդեն բիզնեսներ են փակվել։ Մասնագետները առաջարկությունների նոր փաթեթ են պատրաստում։ Մի քանի ամիս է տնտեսվարողները կառավարությունից պահանջում են կասեցնել տարեսկզբին ուժի մեջ մտած շրջանառության հարկի փոփոխությունները։ Հունվարի 1-ից փոքր ու միջին ձեռնարկատերերը կրկնակի 5%-ի փոխարեն 10% շրջարկ են վճարում։ Տնտեսվարողներն ասում են, որ հարկային փոփոխությունից հետո որոշ փոքր բիզնեսներ փակվել են, մյուսներն էլ փակման եզրին են։ 2350 ստորագրությունով դիմում ու առաջարկների նախագիծ կառավարությանն ու խորհրդարանին ՓՄԶ ներկայացուցիչները ներկայացրել են, բայց արձագանք չկա։ Պատրաստվում են եւս մեկ անգամ գրավոր առաջարկներ ներկայացնել։ Մենք պատրաստվում ենք առաջարկների փաթեթով հանդես գալ, բայց գործողությունները բաժանենք երկու փուլի։ Լուծումների տրամադրում, այսինքն եթե մենք լինեինք կառավարություն, ապա ինչպիսի լուծումներ կտրամադրեինք, որ բոլորին լիներ, այսինքն եւ պետության համար եւ տնտեսվարողների համար լինի շահավետ, փոխադարձ ընդունելի եւ ընկալելի։ Երկրորդը տեխնիկական խնդիր է, այսինքն գտնել այն ճանապարհը, որ պարտադրել կառավարությանը գնալ լուծումների եւ փոփոխությունների։
Դրական պատասխան չստանալու դեպքում տնտեսվարողները կտրուկ գործողությունների կգնան։ Պատկերացրեք Փեթակ, Սուլմալու, Մալացիա, դրանք բոլորը 5 օր չաշխատեն, անցնենք նույնիսկ շաբաթ-կիրակի օրերը կարելի է թիրախավորել, անցնենք բակային խանութների փակմանը, լայն համատարած գործադուլներ կազմակերպելու միջոցով, որտեղ որ պատկերացրեք 55,000 տնտեսվարող կամ եթե նրանցից որոշակի մասը չի մասնակցում 30,000 տնտեսվարող 5-օրյա գործադուլ է հայտարարում 30,000 տնտեսվարող իր աշխատակազմով դուրս է գալիս եւ իր բողոքի ձայնն է արտահայտում սա արդեն պարտադրանքի գործիքներից են որ կառավարությունը չի կարող ուղղակի հաշվի չնստի Հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությամբ տնտեսվարողը կարող է գույքագրել ամբողջ ապրանքը եւ 10-ի փոխարեն 1% շրջարկ վճարել, սակայն տնտեսվարողները վստահեցնում են, որ ապրանքների ու արտադրանքի գույքագրումն անհնար է։ Շատ են դեպքերը, որ միկրո մանր բիզնեսում դրանք անհնարին է հաշվառումը իրականացնել աշխատակազմի բացակայության պատճառով, պահեստային դասավորվածության պատճառով, գոյություն ունի չփաստաթղթավորված ձեռքբերումներ ըստ ոլորտների եթե դիտարկենք շատ են դեպքերը օրինակ պատկերացրեք մրգի խանութները գյուղատնտեսության ոլորտում չփաստաթղթավորված ձեռքբերումներ են բազմաթիվ ոսկու պարագայում հագուստեղենի պարագայում Ապրանքը չգույքագրելու դեպքում գործի է անցնում հարկային մարմինը ու տուգանք է կիրառում շատ ձեռնարկատերեր բարձր տուգանքների պատճառով դադարեցրել են գործունեությունը ապրանքային մնացորդի ավելցուկի դեպքում եթե հարկային մարմինները գալիս հաշվում են առաջանում է ապրանքային մնացորդի ավելցուկը 20% տուգանք, պակասորդը 50% տուգանք։ Սա աբսուրդ է, որովհետև դա եթե կիրառելի է խոշորում միջինից բարձր բիզնեսում, ապա չի կարող կիրառելի լինել փոքրի եւ միկրոյի պարագայում։ Հայաստանում գոյություն ունի 55,000 մանր միջին ձեռնարկություն, եթե միջինում ընդունենք, որ նրանք ունեն նաեւ յուրաքանչյուրի 5 աշխատակից, այսինքն մոտավորապես 250,000 մարդ ապրում է փոքր եւ միջին ձեռնարկատերերի աշխատանքի արդյունքում հետեւաբար այս մարդկանց հետ պետք է խոսել սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից ընդ որում շատ կարեւոր է դիտարկել եւ հասկանալ որ փոքր եւ միջին բիզնեսը տնտեսության թթվածինն է շնչառությունը Բարձրացնել շրջարկի դրույքաչափը, որպեսզի տնտեսվարողը ստիպված չլինի մնալ այդ հարկային դաշտում եւ անցնի ավելացված արժեքով հարկվելու դաշտ։ Հարկային փոփոխությունը գործադիրն այսպես է հիմնավորում։ Մենք փուլ պետք է ընդհանրապես շրջանառության հարկի համակարգից հրաժարվենք։ Փաշինյանի գնահատմամբ ստեղծվել է մի դաշտ, որը տնտեսվարողին աճելու մոտիվացիա չի տալիս։ Տնտեսվարողը չի անցնում միկրոբիզնեսի համար սահմանված տարեկան 24 միլիոն դրամ շեմը։ Քանի որ Փաշինյանը ընդհանրապես պատկերացում չունի բիզնեսի, բիզնեսավարման, տնտեսավարման, տնտեսության վերաբերյալ, հետեւաբար նրա այդպիսի հայտարարությունները բացառապես կարող ենք դիտարկել անտեղյակության ու տգիտության ժանրից։ Բիզնես տնտեսավարում նրա առաջին խնդիրը շահույթի մակարդակի ավելացումն է։ Եվ ես չեմ ճանաչում բիզնես մտածելակերպ ունեցող մարդ, տնտեսվարող սուբյեկտ, ովքեր խուսափեն իրենց եկամուտների ավելացումից։ Մասնագետների հետ քննարկելուց հետո առաջիկա օրերին գրավոր առաջարկներ կներկայացվեն կառավարությանը, իսկ մինչև այդ տնտեսվարողներն ու մասնագետներն առաջարկում են կասեցնել չհիմնավորված օրենքն ու հարկային տերորը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Հայաստանում այսօր միանգամից 2 տոն է, համենայն դեպս այդպես է վստահեցնում իշխանությունը։ Սահմանապահ զինծառայողի օր եւ քաղաքացու օր։ Վարչապետի խոսքով այս համընկնումը խորհրդանշական է, որովհետեւ եւ քաղաքացին եւ սահմանն ունեն մի կարևոր հենման կետ, եւ այդ հենման կետը պետությունն է։ Ինչպես են Երևանում վերաբերվում քաղաքացու օրվան եւ Փաշինյանի ուղերձին։ Սևակ Վարդումյանն է բարձել։ Ավելի ախպոր պես։ Ոչ սիրտ ունեն, ոչ էլ գիտեն տոնը այսօր։ Իրանք էլ իրանց քաղաքացի օրն է։ Քաղաքացու օր Փաշինյանի ներդրած տոնին բարձր տրամադրություն չկա մայրաքաղաքում։ Ամեն ինչ այլ էր 6 տարի առաջ։ Մաշտոցի պողոտան վերածվել էր Պրոշյան փողոցի, ամենուր խորովածի ծուխ։ Սոխը բարակ, կրակը մարմանդ, միսն էլ վարչապետի ծննդավայրից, պարտադիր։ Իջևանի խոզա։ Զգացի, անուշը։ Այսօրվա օրվա ընթացքում դեմ չեմ լինի, եթե սենց բանի մաշտոցի փողոցայում սենց մաղանները շարան բռնել ու խորովածը։ Խորոված անելու փոխարեն ելույթ սահմանապահ զորքում տոնական առավոտը վարչապետը անցեկացրել զինվորականների հետ։ Այսօր նաև սահմանապահ զորքերի ծառայողի օրն է։ Ըստ Փաշինյանի քաղաքացին եւ սահմանը ունեն հենման ընդհանուր կետ՝ պետությունը։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը
երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության եւ կայունության ճանապարհին շատ կարեւոր միջանկյալ քայլ է։ Ես ինձ անվտանգ չեմ ապահովում։ Ոչ թե մենակ ինձ, այլ պետությանը։ Խոսքի ազատություն, արդար ու թափանցիկ ընտրություններ, պետության հարատևում եւ թալանի վերադարձ, կոպեկ առ կոպեկ։ Փաշինյանի շնորհավորական ուղերձի բովանդակության արձագանքում են քաղաքացիները։ Անընդհատ սուտ, գեղեցիկ եւ այլն։ Մարդիկ ոչնչի չեն հավատում։ Ավելի շատ մտահոգում է պետության անվտանգությունը, երկրի անվտանգությունը, որը բավականին լուրջ վտանգի տակ է, էլի, եւ արժեհամակարգի անկումը։ Լավ բան չկա, Սուտ, խաբերություն։ Համեմատած մյուս պետությունների հետ թոշակը շատ քիչ է։ Գնալով բարդացրել է քաղաքացու կյանքը, էլի քաղաքացու, ոչ մեկի դեմքի ոչ ժպիտ կա, ոչ բան կա։ Միած սխալվում ես, ներողության փոխարեն քիչ ամոնում մորթենք ես։ Որոշ մարդիկ այնուամենայնիվ գոհ են թե տոնական օրվա ոչ տոնական տրամադրությունից, թե Փաշինյանի պահած պետությունից։ Այս կինօրինակ վարչապետից անչափ շնորհակալ է միայն նրա համար, որ մարդիկ իմացան Հայաստանի մարզերի մասին։ Լոռու մասին ոչ մի բան չէի լսում մինչև 18 թիվը։ Իսկ հիմա լսում եմ։ Քաղաքացորը մեծ շուկով նշվել է միայն 2019-ին, այդ տարի պետական բյուջեից հատկացվել էր 124 միլիոն դրամ, 2020-ին տոնը կտրեց կորոնավիրուսը, 21-ին այն համընկավ ապրիլի 24-ի հետ, որոշվեց տոնել հաջորդ օրը ապրիլի 25-ին, բայց տոնական շնորհավորանքի փոխարեն Փաշինյանը հայտարարեց հրաժարականի եւ արտահերտ ընտրության գնալու մասին։ 2022-ին, 23-ին ու 24-ին կառավարական կաբինետը տարբեր համայնքներում տարբեր ձևաչափերով նշել է տոնը։ Այս տարի քաղաքացու օրը նշում են Հայաստանի 79 բնակավայրերում։ Շենացրու պետությունը դեղիր օրինապահ կարգախոսով։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոն։ Այժմ հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԳ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Կենտրոն վարչական շրջան 11-ից 17-ը, Հանրապետության 80, 82, 82-A, 82-B, 82-G շենքեր, Խանջյան 37, 39, 41 շենքեր, Թումանյան 2, 4, 6 շենքեր, Թայիրով 5-ից 47 առանձնատներ, Նորագյուղ թաղամաս 87-ից 346 առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Նոր-Նորք վարչական շրջան 10-ից 16-ը, Նոր-Նորքի 3-րդ զանգված, Քոչարյան փողոց մասնակի, Քոչարյան նրբանցք մասնակի, Գայի պողոտան մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Արարատ 10-ից 11-ից 30, Բերքանուշ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Տավուշ 12-ից 16-ը, Դիլիջան քաղաք, Թբիլիսյան խճուղի մասնակի, Պարզդիչ փողոց մասնակի, Թեղուտ գյուղ։ Լոռի 10-ից 11-ից 30, Վանաձոր, Թևոսյան եւ Նարեկացի փողոցներ մասնակի, 14-ից 15-ից 30, Վանաձոր, Տարոն 1 թաղամաս մասնակի, Շիրակ 11-ից 17-ը, Անիի տարածաշրջան, Հայկաձոր գյուղ, Ջրափիկ գյուղի հարակից Ուղեկալ, Պոմպակայան եւ Ախուրյանի ջրամբար։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08000 0180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Լրահոսին հետևելու համար միացեք մեր սոցհարթակներին։ Էպիկենտրոնի բոլոր թողարկումները, նաև մեր ռեպորտաժները YouTube-ի ալիքում են։ Հայաստանի ու աշխարհի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային ու մարզական ամենակարևոր իրադարձությունները, մեր խնդիրներն ու մարդկային պատմությունները փնտրեք նաև Էպիկենտրոնի Facebook-ի էջում ու Telegram-ում։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։